Գրեթե ամեն շաբաթ Հակակոռուպցիոն կոմիտեն ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքի դեպքեր է բացահայտում, հրապարակելով նաև ձայնագրություններ։ Վերջին մեկ ամսում մի քանի նման դեպք է բացահայտվել, կալանավորվել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ։ Մինչդեռ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները կտրականապես հերքում են մեղադրանքները, դրանք որակելով քաղաքական նպատակահարմարությունից բխող քայլ։ Այսօրվա նախորդ օրերի ապագայում հնարավոր ձայնագրությունների նպատակը մեկն է։ Այս իշխանությունը փորձում է ամեն գնով սևացնել ուժեղ Հայաստանը եւ նրա առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Իրենց մոտիվացիան մեզ հասկանալի է, իրենք հասկանում են, որ իշխանություն է փոխվելու սպասվող ընտրությունների արդյունքներով։ Իրենք հասկանում են, որ հայտնվել է ռեալ ուժ, որը բերելու է երկար սպասված փոփոխությունները։ Մինչ այդ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, անհրաժեշտ է լիարժեք քննություն, պարզելու ոչ միայն կատարողներին, այլև հնարավոր կազմակերպիչներին։ Կարծում եմ, այստեղ պետք է միայն ենթադրել, որ որտեղ շատ փող կա, այսպես ասեմ, այդտեղից է երևի թե այդ տրամաբանությունով են, շարժվում։ Իրավապաշտպանի դիտարկմամբ պետք է հասկանալ ինչպես է այդ մեխանիզմը գործի դրվել եւ ովքեր են կանգնած դրա հետևում։ Միևնույն ժամանակ նկատում է, ակնհայտ է, որ ընտրակաշառքի նկատմամբ կա անհանդուրժողականություն եւ այն չունի զանգվածային բնույթ։ Սաքունցի կարծիքով նման բացահայտումները նաեւ ցույց են տալիս, որ քաղաքացիները չեն ընդունում ընտրակաշառքի երևույթը եւ պատրաստ են աջակցել դրա բացահայտմանը։ Չեմ կարծում, որ քաղաքացիները այդ ընտրակաշառքի երևույթը ողջունում են, երբեք էլ չեն ողջունել, առավել եւս հիմա հակառակ դեպքում շատ բացահայտումներ չէին լինի։ Չեմ կարծում, որ դա միայն այս դեպքերի վերաբերյալ գաղտնալսումներն են, հիմքը, որովհետեւ պետք է լինի նաեւ տեղեկատվություն այդ ընտրակաշառքների տարածման կամ կիրառման վերաբերյալ, որ նաեւ հնարավոր լինի բացահայտումներ։ Սաքունցը կարևորում է նաև այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները պետք է պահպանեն սկզբունքային դիրքորոշում, կանխելու եւ պատժելու նման դեպքերը։ Նարինե Ղուկասյան, Ռադար Արմենիա։